Արարատյան շաբաթվա 5-շաբթի օրն է։ Այս շաբաթվա օրերի հետ հայոց եկեղեցին հիշատակում եւ վերապրում է պատմական այն իրողությունները, որոնք նախորդեցին Հայաստանում քրիստոնեության ընդունմանը։ 5-շաբթի օրը շողակաթ եկեղեցու ուխտի Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է։ Նրանց մասունքները լուսավորիչն է իր հետ բերել Հայաստան։ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև ամենայն հայոց հայրապետը Հովհաննես Մկրտչի մասունքով ժողովրդին օրհնություն բաշխելուց հետո այն հանձնեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։ Եկեղեցական թափորը սրբազան մասունքը Սուրբ Էջմիածնի մայր տաճարից տեղափոխեց Սուրբ Շողակաթ եկեղեցի։ Սրբավայր տանող ճանապարհին հնչեցին շարականներ, աղոթքներ, թափորին ուղեկցեցին թմբկահարները։ Արարատյան շաբաթվա ընթացքում Սուրբ Պատարագի մեկնարկին Հայ առաքելական եկեղեցու հայտնի եւ սիրված շարականներից մեկն է հնչում՝ Անցիկ Նվիրյալը, որը հեղինակել է Կոմիտաս Աղձեցի կաթողիկոսը, այն նվիրված է Հռիփսիմյան կույսերի հիշատակին։ Շողակաթ վանքում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ, պատարագիչն էր Արիս Աբեղա Տոնոյանը։ Նա խոսեց Արարատյան շաբաթվա ընթացքում հիշատակվող պատմական վճռորոշ իրադարձությունների մասին։ Այդ արժանի հիշատակության օրերից մեկը հենց Արարատյան շաբաթն է։ Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է Սուրբ Մարիանեի նահատակության վայրում։ Նա Գայանյանց կույսերից մեկն էր, որը Հայաստան էր եկել փախչելով Դիոկլետիանոսի հետապնդումներից։ Ավանդության համաձայն մայր տաճարի եւ կույսերին նվիրված եկեղեցիների տեղը Սուրբ Գրիգոր Լուսավորչին հայտնվել է տեսիլքով, երբ երկնքից շողի տեսքով լույս է կաթել երկրի վրա։ Այստեղից էլ առաջացել է Շողակաթ անունը։ Գաբրիել Վարդապետ Սարգսյանը հայոց եկեղեցու ավանդությունները, սրբազան արարողությունների խորհուրդը մարդկանց ներկայացրել է արաբական երկրներում, Ռուսաստանում։ Արդեն 1 տարի է Շողակաթ վանքի ուխտավորներին է հաղորդ դարձնում հոգևոր եկեղեցական արժեքներին։ Այստեղ է արարողություններ կատարում։ Հետաքրքրական է նաև այսօրվա կամ ընդհանրապես Արարատյան շաբաթվա մեր ժողովրդի մասնակցությունը տոնակատարություններին, որ կարծես զգացվում է մարդիկ ունեն հավաքական այն ընկալումը, որ մեր եկեղեցին հոգևոր նավ է, հակառակ կյանքի ալեկոծություններին, դժվարություններին մարդիկ այս ամենը իմդի ունենալով, բայց վստահաբար նաև ունեն այն ընկալումը, որ սա այն խորունկության, հավատքի, վեհության մասին է, որոնք իրենց մասնակցությամբ էլ ոչ միայն հիշատակում են, այլև իրենց ընտանիքներ են տանում այն լույսը, որ եւ Հռիփսիմեն, եւ Գայանեն, եւ Մարիանեն, եւ մի քանի օրից մանավանդ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որպես հավատքի հայր իր լույսով, ավետարանական ճշմարտություններով ճառագեց, զարթեց, զարդարեց, բարեզարթեց Հայաստան աշխարհը։ Սուրբ Շողակաթը լի է ուխտավորներով, եկել են մասնակցելու սրբազան արարողությանը, մասունքից զորություն ստանալու։ Ապրել եմ Մարտակերտի շրջանի Վանգյուղում 45 տարվա մանկավարժական ստաժով ու ամեն կիրակի շատ ժամանակ ոտքով բարձրանում էի Գանձասար, մասնակցում պատարագների։ Ու հիմա էլ միշտ խնդրում եմ Տեր Արժանյանի նորից կարողանանք բոլորով Գանձասարում միասին պատարագի մասնակցել։ Իսկ այժմ ես այստեղ եմ, հիմա էլ ապրում եմ Էջմիածնում, որը ամբողջ հայության հոգևոր կենտրոնն է ու փառք Աստծո, որ Տերը ինձ բերել է այստեղ։ Ու արժանի անում ամեն կիրակի մասնակցելու պատարագներին։ Շաբաթ օրը եկեղեցում կհիշատակվի օձերով ու կարիճներով լի մահաբեր գուբում 13 տարվա բանտարկությունից հետո Գրիգոր Լուսավորչի դուրս գալը։ Սուրբ պատարագ կմատուցվի խորվիրապում, իսկ կիրակի օրը կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Միածնաեջ տաճարում ամեն տարվա պես ուխտավորների մեծ բազմություն է սպասվում։